Բժիշկ, դուք դեղորայքային ալերգիայի մասին խոսեցիք, մասամբ անդրադարձաք, այո, տարեցները զարկերակային գերճնշման դեմ պրեպարատներ են ընդունում, շաքարային դիաբետի, արդյոք տարեցների համար շատ բնորոշ դեղորայքի հետ ալերգիկ ֆոն կարող է լինել, թե ոչ բոլոր դեպքերում։ Իհարկե ոչ բոլոր դեպքերում, ի սկզբանե ասեմ, որ դեղորայքային ալերգիա եզրույթը շատ ավելի շատ օգտագործվում է և շահարկվում է, քան ինքը իրականում հանդիպում է, որովհետև միջազգային ստատիստիկ տվյալներով ինքը կազմում է մոտավորապես 7%, բայց մենք աջից ձախից լսում ենք, որ մարդիկ այս կամ այն դեղորայք ընդունեցին, բուժվեցին, վայ ես ունեցա ալերգիա, կամ դիմում են բժշկի, ես ամեն ինչից ունեմ ալերգիա, իրականում դեղորայքից շատ տարբեր դրսևորումներ կարող է լինել, բացի իր ուղղակի ֆարմակոլոգիական ազդեցությունից, ինչի համար որ այդ դեղը օգտագործվում է, դրա համար մենք կարող ենք ունենալ կանխատեսելի բարդություններ դեղորայքից, անկանխատեսելի, այդ անկանխատեսելիների մեջ մտնում են դեղորայքային ալերգիաները, մենք կարող ենք ունենալ դեղորայքային անտանելիություն, այդ իդիոսինկրազիա կներեք, չգիտեմ հայերեն ճիշտ դեղորայքային անտանելիություն, ուզում եմ ասել, որ մարդիկ շատ ավելի շատ օգտագործում են ու իրանք ներշնչվում են ու վստահ են, որ իրանք ունեն այդ դեղորայքային ալերգիան, քան իրանք իրականում դա ունեն, դրա համար նմանատիպ կանգատների դեպքում իհարկե պիտի անպայման դիմել բժիշկ ալերգոլոգի, գիտեք ինչու, որովհետև շատ ժամանակ այդ վախից, որ իրանք ունեն, չգիտեմ, ինչ-որ մեկը իրանց երբևէ ասել է, կամ իրանց տենց թվում է, կամ հետո հիմա ինտերնետի դար է, իրանք անդադար կարդում են, ու վստահ են, որ իրանք ունեն դրանից ալերգիա ու դա չեն օգտագործում, բայց դա շատ վատ է, որովհետև իրականում կարող է այդ դեղորայքը, որը պետք է իրանց օգտագործել այլ պաթոլոգիայի հետ կապված, իրանց շատ մեծ օգուտ տա, իրանք այդ վախերից ելնելով դա չեն օգտագործում, դրա համար պիտի անպայման դիմել բժշկի ու հստակեցնել այդ հարցը, իրանք կոնկրետ պրեպարատից ունեն դեղորայքային ալերգիա, թե չունեն, այդ դեղորայքային ալերգիաներն էլ շատ տարբեր տեսակներով զարգացող իրավիճակներ են, և ամենակարևորը, որ մարդիկ վախենում են, եթե իրանք ինչ-որ մի պրեպարատից ունեցել են ալերգիկ դրսևորում, այդ չի նշանակում, որ իրանք մնացած բոլոր դեղորայքից ևս պիտի ունենան այդ դրսևորումը, այստեղ իհարկե արդեն մասնագետի գործն է պարզել, որ դեղերը, որը որի հետ տալիս են խաչաձև ռեակցիաներ, այսինքն որը կարելի է, որը կանխատեսվում է, որ կլինի ռեակցիա, թե չի լինի ռեակցիա, իրականում այդ դեղորայքային ալերգիան լուրջ խնդիր է իհարկե, բայց եթե այդ խնդիրով զբաղվեն բժիշկ մասնագետները, պացիենտը դուրս կգա իր վախերից, պացիենտը կունենա հստակ ցուցում, որ պրեպարատը իրան կարելի է, որ պրեպարատը իրան չի կարելի, գուցե ժամերը ճիշտ պահել, անմտածված ու որոշ դեղորայքի չընդունումը դուրս կգա օրակարգից։ Բժիշկ Հարության, ինձ թվում է, որ որոշ դեպքերում տարեցները, որպեսզի նաև չօգտագործեն դեղորայք, որտեղ իրենք չեն ուզում քրոնիկ հիվանդությունների դեպքում թեկուզ զարկերակային գերճնշման դեղորայքը օգտագործեն, ալերգիան բերում են որպես նաև պատճառ, եւ ձեր ասածը, եթե հասկանան պատճառը, խնդրի ինչն է, գան բժշկի, տեսնեն, գուցե այդ դեղորայքը հնարավոր լինի համատեղել իրար գրագետ ձևով, որպեսզի այն ինչ որ անհրաժեշտ է օգտագործեն եւ նաեւ ալերգիայի հետ կապված խնդիր չունենան, կամ իրենց որ թվում է թե դա ալերգիկ է, ուղղակի հերքվի դա եւ այդ վախերը մտայնությունը անցնի։ Միանշանակ տարեց կամ ցանկացած անձ, ով ունի ինչ-որ մի պաթոլոգիայի հետ կապված բուժման կարիք, դեղորայքի տևական ընդունման կարիք, իհարկե ինքը պիտի այդ ամեն օրակարգը կատարի, որովհետև այդ պարագայում արդեն, երբ իրանք վախերից ելնելով չեն ստանում իրանց բուժումները, հրաժարվում են եւ այլը, այդ հիվանդությունները
ունենում են զարգացում եւ ի վերջո հանգեցնում են ավելի բարդ իրավիճակների, երբ ավելի մեծ քանակի դեղորայքի կարիք է լինում։ Դրա համար այդ բոլոր դա վախ կլինի, թե եղած ալերգիկ ռեակցիա կլինի, ճիշտ կլինի խորհրդակցել ալերգոլոգի հետ, որպեսզի այլ մասնագետը եւս հանգիստ կարողանա իր բուժական գործը հիվանդի հետ շարունակի։